համար է զրկել։ Խմածությունն են զրկել մի տարով էլի։ Գործից 5 տարի անցել է։ Մի տարով են զրկում, ընտանիք ենք պահում։ Մենք կարանք ասենք այդ ընտանիքի հարցերը թողենք, ամեն մեկս է տարբեր ձևով, մեկը ընտանիք, մեկը դպրոց են մեկ, այդքան նստենք սովորենք։ 10-15 տարվա ստաժ կա։ Ինչ խնդիրների առաջ եք կանգնում, որ վարորդական իրավունքը։ Խնդիրների առաջ ես կայնում, ախով ավտո ես քշում։ Եվ հետո մի ավելացնում։ Շարունակում եք Բա ինչ քշել պետք է անեմ, բա ասենք իմ ընտանիքը փայլու համար բա կարող սպասեմ այդ վարորդականը երբ պետք լինի։ Կարող ասենց մնա մինչև կյանքներից վերջը չլինի վարորդական։ Թող համաներում անենք ու խնդիրներ եք ավելացնելու։ Խնդրի նոր խնդիրներ եք այդպես ձեզ Հիմա համար։ խնդիրը տեսնում եմ, որ արդիկ դիճողության գնան, մի անգամ համաներում անեն, ասեն ախպեր, բեր խոսքի 20,000-ը, 50,000-ը, 100,000-ը, այնքան որ ովշի Արենան համաձայնության կան, միլիոներից չեն խոսում, որտեղ այս ժողովուրդը շատերը չեն կարում, այդ հնարավորությունը չունեն, հազիվ գոյատևում են, հազիվ ունեն պահում։ 100,000-ը, 50,000-ը տան վերցնեն այդ դոկումենտը, այդ վարորդական իրավունքը։ Եթե մի անգամ տվյալ անձնավորությանը նորից բռնեցին խմած, ինչի թվում ստե հավաքվածներից մեկը կարող այդ նույն քայլը անի։ Թող ցմա զրկեն, թող եթե ինչ ուզում էլ անի։ Այդ կոնկրետ այդ կետը խմածությունը, չեմ ասում, ոսկից կլինի, արագաչափ կլինի, թող այդ տուգան գրվի, բայց խմածություն կոնկրետ թող զրկեն ցմա։ Այս 4-5 տարիների ընթացքում ում եք դիմել եւ արդյոք պատրաստվել եք գնալ դասընթացների։ Մի անգամ գնացել եմ Մռո, գլխավոր Մռոն, Գյաջի գործարան, դա բանով, կամպյուտերով բերեց օրով ժամով, որ զրկվել եմ խմածության համար։ Ու այդ այլ։ Մի տարով եմ զրկվել, արդեն մի 5 տարի անցել է։ Ու այն ով վարորդական 15-10 տարվա, 20 տարվա ստաժ ունի, հաստատ այն մնացածից այն ջայլներից լավ է քշում, elə շատերը ջայլներն էլ են խանգարում այդ քշելը։ 50-60 տարեկան մարդ, 40 տարեկան, 30 տարեկան, 15 տարվա ստաժ ունի, այսօր այն ջայլները, որ պրավային հանեն, նստել են ռուլին, արդեն իրանք էլ են խանգարում, չեմ ասում բոլորը, բայց շատերը խանգարում են։ Ինչով են խանգարում, ինչ են անում։ Իրանց դիվիժենիով, իրանց քշելով, այն մեկը, որը դոկումենտը վերցրել, չեմ ասում բոլորը, մեկը օրենքով է քշում, մեկը իշադեմ պլյուշկա է անում, որ խանգարի մնացած են 20 տարվա վարորդներին, երսում կարծում։ Հիմա կառավարությունից որ դուրս եկան ձեր ընկերները, ինչ ասացին, ինչ են պատասխանել նրանց կառավարությունից։ Ես դեռ չեմ անում, չեն պատասխանել, բայց կարծիքով այդտեղ ով հավաքված է, ով հավաքված է, իր համար է ուղերենի, ոչ մեկի համար էլ այդպես։ Այսքանով չի, որ զրկվել են, 50-60 հոգի, 60,000 հոգի մարդ է զրկվել։ Այդ 60,000-ից դե շատ լինի, ես շատ եմ, 50 հոգի։ Մենք մեր համար ենք, ես կոնկրետ իմ համար եմ։ 6000 հոգի այսօր Հայաստանում զրկված կա։ Ինչպես։ 6000 հոգի այսօր Հայաստանում զրկված կա։ 67000։ Կամ ասենք այդ ոչ թափությունը ոնց են որոշում, չինական սարքով, ասենք դեպք գիտեմ, որ մեկը փչում է 5-ա ցույց տալի, գնում է հիվանդանոց 3-ա ցույց տալի։ Եվ եթե լավ չինական այդ ալկոմետրով է ստուգում, բարեկային աշխատողի այդ լաբորատորիա անցած այդ վկայականը ցույց չի տալի, որ այս սարքը ստուգված է։ Ես ինչ իմանամ, այդ ինչ սարք է։ Կա խնդիրներ, որ պետք է նաև կառավարությունն է ուշադրություն դարձնի, էլի։ Պետք չի մի անգամից ես վերցնել ու չափանիշ վերցնել, դու այսքան խմած ես, այդ ինչ ոնց որոշեցիր։ Դրա համար բժիշկ կա, հիվանդանոց կա։